Բարև ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, 3 ժամ տևած նիստի մասին պարոն Վարդևանյանը հեսա կներկայացնի ինչն է նիստի բնույթը։ Հիմնական նիստի բնույթը մի բանի մեջ է։ Արդյոք դատարանը կգնա ժողովրդավարության ուղղով, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Արդյոք Սամվել Կարապետյանը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, լինելու է բոլոր քաղաքներում, թե ոչ։ Այսօրվա գլխավոր հարցը սա է։ Դատախազությունը ցանկանում է 3 ամիս երկարացնել տնային կալանքը։ Որովհետև 3 ամսվա իրենց հույսը այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին շփվել իր ժողովրդի հետ։ Հիմնական նպատակը այս ամբողջ պրոցեսի մենք հիմա տեսնում ենք տնային կալանքի երկարաձգման պրոցեսի, տեսնում ենք խոչընդոտումն է Կարապետյանի եւ ժողովրդի շփման, որովհետև նրանք գիտեն, որ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, Հայաստանի գյուղերով գնալ, ժողովուրդը կտեսնի, ժողովուրդը կհավատա, հույս կունենա եւ այդ հույսը կբերի մեծ փոփոխություն, ինչպես նշեցին։ Վախը շփման մեջ է, որ Կարապետյանը կշփվի իր ժողովրդի հետ, բայց նիստը այսօր 3-4 ժամ հետո դատավորը հետաձգեց 2 օր հետո։ Ինչպես դատարանի դալիճում ասեց փաստաբան Լիաննա Գասպարյանը դատավորին ուղղված իր ելույթում, ասեց, որ ձեր որոշումը սոսկ դատական որոշում չէ։ Սա կարևոր որոշում է, որը ազդելու է հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական նշանակություն է ունենալու ձեր որոշումը հայ ժողովրդի ապագայի վրա։ Երկու օրից տեղի կունենա շարունակությունը, հուսով ենք դատավորը լինելով հայ մարդ կանի հային վայել հետևություններ։ Մեր ժողովրդին այս կարևոր ջրբաժանի ժամանակ մեծ փոփոխություն կլինի, եթե Սամվել Կարապետյանը լինի մարդկանց մեջ, հնարավորություն ունենա մասնակցել քարոզարշավին։ Սա պատմական փոփոխություն կլինի։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ ներկա եք այսօր այստեղ, գիտակցելով այն պատասխանատվությունը, որ մենք բոլորս ունենք մեր ազգի առաջ։ Գիտակցելով, որ այս ճանապարհը սկսել ենք ու գնում ենք մինչև վերջ, երկրորդելով բոլոր սեփական հետաքրքրությունները առաջին տեղում դնելով մեր ազգի ընդհանուր շահը։ Շահն է ունենալ ուժեղ երկիր։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդևանյանը